Երբ ես ծնվել եմ, Խորհրդային Միության ղեկավար այն ժամանակ Լեոնիդ Բրեժնևն է եղել։ Էլ Լեոնիդ Բրեժնև, էլ Միխայել Գորբաչով նորընտիր խորհրդարանում նիստը հեռվից է սկսվել հեռավոր ժամանակներից։ Ընդդիմադիրներն ու իշխանականները դեռևս ծանոթանում են իրար հետ, թեպետ նիստի օրակարգով պետք է քննարկեն ՔՊԱ-ական Վահագն Ալեքսանյանի ազգային ժողովի դահլիճից նախագահություն բարձրանալու հարցը։ Նա խորհրդարանի փոխխոսնակի իշխանական խմբակցության երկրորդ թեկնածուն է։ Ընդդիմությունից էլ հետաքրքրվում են 1993-ին է ծնվել, ինչպես է հիշում բոլոր այն իր իսկ ձևակերպմամբ հաստավից տղամարդկանց, որոնք սրճարաններում նստած 90-ականներին վախի մթնոլորտ էին գեներացնում։ Առհասարակ լավ չի նայվում մեղմ ասած, օրինակ երբ մարդը եղել ասենք 8 տարեկան կարծիք հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, Ռոբերտ Քոչարյանի մասին, Սերժ Սարգսյանի մասին, նաև ասենք այսօրվա 4 տարեկան երեխան, եթե ասենք 15 տարի հետո կարծիք հայտնի Նիկոլ Փաշինյանի մասին, մեղմ ասած տարօրինակ կթվա։ Հիմա ճիշտ եմ հասկանում, պարոն Ալեքսանյան, որ դուք 3-4 տարեկանում մտել եք սրճարան, ինչ որ հաստավի զախրանիկներ են եղել եւ սեփական պատկերացում եք ձևավորել։ Օրվա սկզբին իշխանությունից առայժմ միայն արձանագրում են, որ ընդդիմադիրներն ընդունել են իրենց բարեկիրթ մթնոլորտում աշխատելու առաջարկը։ Ողջունում եմ այդ ընդդիմադիր падգամավորներին, ովքեր որ պահպանում են այս պայմանավորվածությունը, իսկ այն падգամավորները, ովքեր որ չեն պահում կամ առնվազն այս պահին չեն ցանկանում պահել այդ պայմանավորվածությունը, կխնդրեմ խմբակցությունների ղեկավարներին հորդորել եւս մեկ անգամ կոչ անել առնվազն վերադառնալ զրոական կետի։ Ընդդիմությունից հակադարձում են բարեկրթությունն իրենց բնորոշ հատկանիշ է, իսկ որոնք են նույն բարեկրթության ՔՊ ստանդարտները, հարցնում է ընդդիմադիր падգամավորը։ Ձեզ հիշեցնեմ, էլի վերջին 8-9 տարիների ընթացքում դուք եք իշխանության։ Այդ հիմնական խնդիրները դուք եք ստեղծում, լուծումներ տալու փոխարեն։ Շնորհակալություն։ Ընդդիմադիրների ծափողջունները վարակում են նաև իշխանականներին, ՔՊ-ից Արայիկ Հարությունյանն է միանում։ Վերադառնալով բուն օրակարգին, ինքը ազգային ժողովի փոխնախագահի իշխանական թեկնածու Վահագն Ալեքսանյանը շնորհակալ է կուսակիցներին ջերմ խոսքերի, ընդդիմադիրներին քննադատության համար։ Ընդդիմությունից արձագանքում է միայն Հայաստան խմբակցությանը։ Նախորդին այս քաղաքական թիմից հարց էին օդում կախել։ ՔՊ-ն արդեն 8 տարի իշխանության ղեկին է, ուրեմն ինչու բոլոր նրանք, ովքեր ըստ իշխանականների հանցագործներ են, ճաղերի հետևում չեն։ Ալեքսանյանը պնդեց, առավել քան երբևէ կիսում է ընդդիմադիրների տեսակետները, կոչ եղեց նաև դատայրավական համակարգին հասցեագրելու հարցերը։ Արեք հետևություններ երկու ընդդիմադիր падգամավորների հայտարարությունից։ Մինչև օրվա գլխավոր քվեարկությանը հասնելը նորընտիր падգամավորներն այնուամենայնիվ չպահեցին բարեկրթության բարձր նշաձողը, ամբիոնից տեղից չէին վարանում իրար վիրավորել։ Մթնոլորտը շիկացավ, բայց այս անգամ գործը ձեռնամարտին չհասավ, բավարարվեցին միայն լեզվամարտով, այստեղ նիստերի դահլիճում, ապա ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը ազգային ժողովի նախագահի հետ փակ գաղտնի քվեարկության նախասրահում։ Ուր ենք հասնելու սենց։ Մեզ հաճելի չէ այս process-ը։ Իշխանություն ընդդիմություն առաջին հաշիվը պարզվեց, բանավեճը սպառվեց, բուն օրակարգով падգամավորները հետ են եկել դահլիճ իմանալու, որ ինչպես Ռուբինյանի, ապա նաև Կոնջորյանի դեպքում բացառապես ՔՊ-ի ձայներով Վահագն Ալեքսանյանը նոր խորհրդարանի երկրորդ փոխխոսնակն է, հերթը նախագահությունում ընդդիմության տեղինն է, ուժեղ Հայաստանի թեկնածուն Արամ Վարդևանյանն է, ընդդիմադիր մյուս խմբակցությունը Հայաստանը թեկնածու չի առաջադրում, կաջակցեն Վարդևանյանին, ինչ որոշում ունի ՔՊ-ն, խմբակցությունից դեռ չեն հայտնել, ըստ մամուլի սակայն իշխող կուսակցությունում քաղաքական որոշում կա քվեարկել Արամ Վարդևանյանի օգտին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։